Բարի ժողովուրդ ջան, ես իմ տանն եմ, իմ թազա տանը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ տրվել է ինձ։ Սա այն 28 միլիոնի պատմությունն է, երևի շատերը հիշում եք, որովհետև շատ կես միլիոնից ավել 600,000-ից ավել դիտում էր հավաքել, երբ որ ես խոսացել եմ պետությունը ինձ 28 միլիոն փող է տալիս, ես ոնց կարամ դժգոհ ելնեմ, այսինքն մարդիկ սկսեցին կպնել, բա քեզ քեշ փող է տալիս, թե չէ, հա, վերջը ասում եմ միշտ կապ ունի էլի քեշ փողը ինձ տալիս է տուն, տան դիմաց թուղթ է տալիս, որ դու այդ թղթով կարենաս տունը առնես։ Ես ձեզ կծանոթացնեմ նաև իմ տան հետ, ժողովուրդ ջան, սա խոհանոցում եմ, դե խոհանոցը սենց բալկոնի վրա է, սենց են սարքել, հա, որովհետև 3 սենյականոց տուն է, իսկ նայեք լուսավորությունը, 3 սենյականոց տուն է, սարքած 4։ Սա այն տունն է, ես որ առել եմ Երևանի մոտ քաղաքում, կասեմ որ քաղաքում, գիտեիք բանում է, Սյունիքի մարզի ամենավերջին գյուղում կամ Տավուշի, ոչ, ես ասել եմ պետության տված աջակցությունը հնարավոր է Երևանի մոտ տուն առնել, Երևանում ոչ, Երևանում թանկ է, չես կարա պետության աջակցությամբ դու տուն առնես, բայց այն 28 միլիոնը, իսկ ինչու 28 միլիոն ա տվել Գևորգին, որտեղ Գևորգի տան շունչը հոգին 7-ն է, մեկ շնչին հասնում է 4 միլիոն դրամ, 4 անգամ 7 մաթեմատիկական պարզ հաշվարկա, 28 միլիոն դրամ, տունը ցույց տամ շարունակենք զնույց, մեկ չէ որ քաղաքականացվելու է, սա զալնա որ այս մտնում ես Պրիխոշկից, դե երևի 80-ական, 90-ական թվականների հա պրոյեկտերն է սովետական, բնակարան այսի, մտար ձախ կողմի վրա որը եղել է խոհանոց, այժմ խնդրեմ, խոհանոցի սենյակը, գարդիրոպը, գույքով, էլեկտրոնիկայով, էդ էլ ասեմ, մենակ ես ավելացրել եմ 700,000 դրամ, որը պետությունը պարտավոր չի քեզ գույք առնի, պետությունը քեզ տալիս է 28 միլիոն դրամ չեք 7 շունչին, եթե 5 շունչ եք ժողովուրդ, պարզ հաշվարկա 20 միլիոն է, էլի, չասեք, բա մենք 5 շունչ ենք, ոնց ենք 28 տալու, չէ, 5 շունչից քեզ 20 միլիոն է տալիս, խնդրեմ, էլեկտրոնիկան գույքը թողել է, որին դիմաց ես, այս ինչ կա էլի, տելևիզորա գույքը հանդեսարնարան ներգազօջախեր, հələ ամա լվանալու ապարատ էլ կա մեջ է, վերջ ես ինչ տենում եք, այս Պրիխոշկի բաննա, գարդիրոպնա, էնել ես եմ, մտնում ենք առաջին ննջասենյակը, երկրորդը ավելի շուտ, որտեղ մեկը արդեն ցույց եմ տվել, ես նոր եմ հելել քնից, գիշերս դե եմ քնել, սա երկրորդ ննջասենյակն է, էլի լավ վերանորոգած, խնդրեմ, էլի ես եմ, ստեղել եմ ես, վերանորոգված սիրուն տուն է, տուն ծախողն էլ շարունակում է մնալ նույն քաղաքում, որտեղ մենք արդեն իրար հետ նաև մոտիկներ ենք, ընտանիքով իրար հետ մոտիկներ ենք, երկրորդ ննջասենյակը, միանգամից առաջին երկրորդ ննջասենյակի կողքի երրորդ ննջասենյակը կներեք, ասա քնից զարթնել ես մի հատ կոֆե խմել, նոր էլի եթեր մտնեի, դատարկ ստամոքսով, ես էլ էսա ցույց տամ, երկրորդ ննջասենյակը, որը կարելի ասել ես դեմ քնելու, ստեմ հանգստանալ նաև, եթերներս էլ երևի այստեղ կանեմ, ստե ավելի հանգիստ է, տեսակ ժողովուրդ, նորմալ, ամեն ինչ տեղը տեղին, ճիշտ է դատարկությունը հələ բան չկա, եսա մի հատ բարձուն ենք ստեղել, տենց գույքը կա, էլեկտրոնիկան կա, ժողովուրդ ջան, սա պետության աջակցությամբ տված նաև որ ասում են, տենց բան չկա, ասում է սուտ է խոսում Գևորգը, խափլան է, որտեղ տեսնեք Բեռլին կտակ, հələ որն է, որտեղ մարդիկ տենում են, գալիս են կրկախառնում, ասում են Գևորգ, դու ինչ լավ մարդ ես, չի մի հատ այդ Բեռլինից տվողը հայտնում մի հատ փոխադարձնես իրար, կմշակենք ոչինչ։ Ընտրեմ, տեսնում եք ժողովուրդ, ես ոչ մի բան չեմ առել, այս ամեն ինչ եղել է մեջը, բայց ես ավելացրել եմ, այո, 700,000 դրամ մենակ գույքին էլեկտրոնիկային, որ այդ մարդը թողի տանը, իսկ արժեքը 700,000 չի, 2 միլիոն է, այլ էլ ավել։ Ես ոնց որ ասել եմ, ես հնարավորություն չունեմ էլի թազա առնելու, խնդրում եմ, եթե հնարավոր է, էդի թող մի հատ գնի պայմանավորվենք, խղճում գինը ասել 700,000 բանիկն է, լվացքի մեքենան էլ է թողել, նորմալ իրա բանով, առաջ անգամ երբ լողացել եմ, իմ թազա տանը, նկարանել եմ ցույց տալու, ոչինչ թազա է, մաքուր է, խնդրեմ, սենց, տեսել եք Գևորգը զուգարանն է տարել ցույց տվել, բան, էդի կգրեք անպայման, որտև են ննջասենյակները բանը զալը չեք տեսել, հա,
Անջատեցի լույսերը։ Գնացինք զրուցելու հիմա։ Բանիքի դռները փակեմ։ Ժողովուրդ, ես գիտեմ, որ ինչքան ուրախացող եւ իմ լավը ցանկացող մարդիկ կան։ Իմ ընդհանրապես կյանքում կապված անձնական թե հանրային քաղաքական ես կիսում եմ լավ մարդկանց հետ։ Վատ մարդիկ դուք կարող եք վատ ձեռնմը, ոչ թե վատ, դուք ձեռնմը մարդ գտեք, ժամանակներ անցկացրեք իրancs հետ։ Դռները փակենք, գնանք զալ։ Հիշում եք, ասում էին, խափլանը, խափելա, Արցախայություն ջան։ Գիտեք, ես ձեր վատն եմ ուզում։ Տենց են չեն ներկայացել, բայց իրանք լավամ հարթ են, էսի լանջատեն։ Փող է ասում, հələ փող չկա։ Ասում էին, Գևորգը խափելա, պետությունը այդքան չի աջակցում, սուտ ասում։ Ժողովուրդ, պատկերացնում եք գնամ մեկին ասեմ, կլինի 5000 դրամ տամ մտնեմ քո տան մեջ, եթեր անեմ ցույց տամ քո տունը, հայալի որ տեսեք իբր իմ տունն է, իմաստը որն է։ Լավ, ես ասեմ, որ քաղաքում եմ բնակարանը ձեռք բերել, պետությունը չի տալիս բնակարանը, պետությունը քեզ սերտիֆիկատ է տալիս հավաստագիր, որի արժողությունը քո ըստ թվականակի, ըստ շնչի, քանի շունչ կաք, այդքանին 4 միլիոն, 3 միլիոն եւ 5 միլիոն փող է տալիս, նայած դու որ տարածաշրջանում ես ընտրում տունդ։ Ես ընտրել եմ հիմա ասեմ, Մասիս քաղաքում, Մասիս քաղաքի շենքերից մեկում, որտեղ բնակելի շենքեր են, ծայրամասային չի դպրոց կա մոտիկ, մանկապարտեզ կա մոտիկ, այդ մի հոգսի համար եմ շատ բանել, որ ես երեխեքին մանկապարտեզ տանել, դպրոց տանել չեմ կարա, իմ ուղեղը եւ գրաֆիկը եւ գործունեությունը շատ խառնա, չեմ կարա շատ երեխեքի դրա համար ինքնուրույնությունը հեշտացել է, երեխեքը կգնան ինքնուրույն մանկապարտեզ եւ դպրոց։ Շենքի հայաթում կա խանութ, կա հացի փուր, ջրի ապարատ, ինչպես բոլոր Մասիսի շենքերի առաջ, որ 100 դրամ է տալիս 10 լիտր ջուր, գարնեի ջուրն է մաքուր, որտեղ բնակարանի ջրերը խմելու համար ոչ այդքան պիտանի է, չնայած կարող խմելներ, բայց լավը չի։ Մասիս քաղաք, հասկացաք, Արարատի մարզ, Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մասիս քաղաք։ 6 րոպեում մտնում ես Տեցի կրուկ։ Երևան առաջի մասբամս մտնելու համար երևի մի 14 րոպե կտևի, այսինքն կրկնակի, որտեղ այնտեղ մի քիչ ավտոները շատանում է։ Լավ, Մասիս քաղաքը մեր հայերը բոլորը գիտեն։ Ովքեր չգիտեն, արտասահմանում են ծնվել, մեծացել, Երևան, Հայաստան չեն եղել, քարտեզին խփում եք, տեսնում եք Մասիս քաղաքը, որ Երևանին ամենամոտ քաղաքներից մեկն է։ Եվ երևի ամենից մոտ է, հա, Աբովյանից էլ է երևի մոտ, Աշտարակից էլ, Էջմիածինից էլ, իսկ այդ 4 քաղաքները Երևանի մոտ քաղաքներն են։ Հարգելի Արցախայություն, լավ մարդիկ, ես ձեր ցավով ապրել եմ, որտեվ ես էլ եմ այդ ցավի մեջ եղել։ Ես էլ չեմ համակերպվել իմ մտքետ, որ իմ ծննդավայրը կորցրել եմ, եւ հələ հույսով եմ, երազանքով եմ, որ պատմական շանս կլինի, հնարավորություն կլինի, հետ կգնանք մեր տները։ Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ ուզում ձեզ թշնամացրած պահեն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Նախ առաջին, եթե դուք ձեր ծննդավայրի կորուստը միայն ու միայն կապում եք Հայաստանի կառավարության հետ, ես ձեր հետ չեմ կարող համաձայնվել։ Եթե իրանց էլ եք ասում, որ մեղավորություն ունեն, պատասխանատվություն, դե ես բան չեմ ասի, այսինքն դուք նաև դրանով դառնում եք արդար եղած, նշելով, որ իրանցից առաջ լիքը հանցագործություններ ա եղել եւ լիքը պատասխանատու անձինք կային, որ ճակատագիրը բերել հանգչելա սրան։ Եթե այդպես ենք մոտիկանում, հարց չկա, բայց եթե ձեզ կենտրոնացնում են, ասում են միայն ու միայն Արցախը հանձնեց, Արցախը ծախեց Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, ժողովուրդ ջան, ստեյց ձեր հետ չեմ կարող համաձայնվել։ Չի կարա Նիկոլ Փաշինյանը կամ Գևորգ Քարոստը կամ ձեզանից որևէ մեկը մեկ անց մի ամբողջ հայրենիք մի օրում կամ մի տարում երկու տարում ծախի։ Դա տասնյակ տարիների հանցագործությունների արդյունքներ, անգործության արդյունքներ։ Լավ, ընկերներ ջան, չեք ուզում, սա ճշմարտությանը նայեք։ Հիմա տեսեք, բոլորը հանցագործություններ ունեն արած, նախկիներից եկած մինչև այսօրը, չէ՞։ Բայց այսօր պատասխան տալիս է մենակ այսօրվա իշխանությունը։ Հասկանում եք ինչ ա կատարվել։ Տասնամյակներ շարունակ երկիր են թալանել, ավիրել, իրանց գրպանները լցրել, պետության բյուջեից շատ իրանք փող ունեն, սա ապացույցներով, սա հաստատ բան եմ ես ասում։ Իրանք պետության բյուջեից շատ փող ունեն։ Խնայողաբար են օգտագործել պետության հանդեպ, չեն խնայել իրանց գրպանը դնելուց։ Բայց այսօր, որ ասում եմ միշտ, Ղարաբաղցի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը ինչ արել չարել են, պատասխանատվությունը կրում է արցախցիներից։ Իջևանցի Նիկոլը, դա էլ չի արդար։ Նիկոլ Փաշինյանը այսօր, որը մտել է վարչապետի պաշտոնում 18 թվին, իսկ մինչև այդ 24 տարի հաղթանակից հետո լիքը հարցեր կա լուծելու, չի լուծել։ Ինքը հիմա վարչապետը ասում են դու սաղ պետք է անես։ Արագացրա, շուտ արա, հələ շուտ արա հարկավոր է Ռուսի հետ հարցերը։ Շուտ արա Եվրոպա մուտի, բա ասել ես մտնելու ենք Եվրոպա, երբ ես մտնում։ Ժողովուրդ, միջև երեխան ծնվել է ամուսնություն ալնում։ Բերեք այս process-ը, որ այս ամուսնությունը կատարվում է աշխարհի այլ գերտերությունների հետ, հարաբերություններ էլի կոպիտ ասած ամուսնության վրա վերածեցի։ Սա ժամանակի հարց է։ Դենա տեսնում եք ինչեր է կատարվում մեր երկրում, ինչքան դարական բաներ է կատարվում։ Իմ արցախայությանս
աչքերը շատ են կփակում, շատ են թունավորում, ովքեր են անում, թունավոր մարդիկ։ Այդ որ ձեզ խափում են ասում են պետք է որ կխափել է, փող չտվել պետք, ու տուն չի տվել բաների sense։ Դուք ուզում եք հասկացեք, տունը նորից եմ ասում, ոչ թե տունը առել է, բերել ասել, Գևորգ հələ ընտրես երկու տնից որն ես ուզում, ինձ տվել է սերտիֆիկատ, թույլ տվել ես հնարավորություն ունենամ տուն ընտրելու։ Ու ես ընտրել եմ եւ բնակավայրը եւ տունը։ Տունը ես եմ ընտրել։ Ես եմ անակել եկել Մասիսի այս տունը առել։ Այս այֆերից հետո էլ դուրս եմ գալու, ովքեր Մասիսից եք, կտեսնեք, որ ես իմ ավտոյով Mercedes C-class, այն հին ավտոներից գերմանական, այս է Մասիսի Մասիսով երթևեկել եմ գնալու իմիջիալից հետ եմ գալու գազի կանտոր։ Տեղս եմ ասում, ես եմ վախեցած, ես եմ փախած։ Արա իմ դեպքին որ նայում եք, վախեցածի նման եմ։ Ես ինչի պետք է վախենամ, կամ ինչ եմ ասել, ինչ եմ արել, որի համար պետք է ես պատասխան տամ։ Ինչ ձեզ են խաբել Արցախայություն ջան։ Գևորգ Արստամյանի հետ Արցախի խելքը գլխի նորմալ մարդիկ, որ արդեն Երևանում կամ տարբեր շրջաններում իրանց ծառայություն են շարունակում մատուցել Հայաստանին, հայրենիքին, չեն անջատել Հայաստան, իմ աղբերներն են, իմ քույրերն են, բոլոր այն արցախցիները, ովքեր Ղարաբաղ ծառայել են բանակում, ոստիկանությունում, հիվանդանոցում են աշխատել, ուսուցիչ են եղել եւ այլ տարբեր գործերի, եկել են Հայաստան, էլի հա փողի մասով կարող է դժգոհություն լինել աշխատավար, բայց շարունակում են իրանց ծառայությունը, սիրելով հայրենիքը ինչպես որ իրանց ծննդավայրն է, սիրելով Հայաստանը ինչպես որ իրանց ծննդավայրի մեկ հատվածն է, հայրենիքի մեկ հատվածն է, ես այդ հարցակցիներին կարամ ասեմ դուք իմ քույրերն եք, իմ եղբայրները, ովքեր որ մոլորվել եք, ես ձեր հանդեպ ներողամիտ եմ, ովքեր որ թունավորված են ու կդզվեն մի օր, ես ձեր հետ կշարունակեմ էլի նորմալ, կաշխատենք միասին, կզրուցենք, կշփվենք, TikTok-յան լայվեր են բացում, ձեր հետ էլ, բայց ովքեր որ շանթուլի պես երկիր են քանդել ու շարունակում են ստել Հայաստանում ապրելով, Հայաստանն են ուզում քանդել եւ ցույց տալով մենակ բացասականը տրամադրելով ժողովրդին, որ կյանքը կանգնած է, աշխարհը վերացա, Հայաստանը վերացած է, Հայաստան չկա, շուտով էսա կհանձնի։ Դուք հիշում եք այդ զրույցները երբ անեցել 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո 6 տարի անցել, շարունակում են ասել Նիկոլա Հայաստանը ծախում է։ Հայաստանի սուվերեն տարածքից ոչ մի քաղաք, ոչ մի գյուղ չի հանձնվել Ադրբեջանին։ Այդ թեմայից չեմ ուզում այսօր խառնեմ Տիգրնաշեն, Արցվաշեն, չգիտեմ, Ասկիպարա, Խեյրիմլի, այդ թեմաները ժողովուրդ դա սովետական ժամանակ 75 թվականին սովետական քարտեզով ում տարածքում ինչ ա եղել, դա պետք է վերականգնվի, ըստ պայմանագրի նոյեմբերի 9-ի նույնիսկ պայմանագրի, որի միջնորդը եղել է Ռուսաստանը, ձեր սիրելի Ռուսաստանը, ովքեր որ դեռ շարունակում եք երկրպագել Ռուսաստանին, Պուտինյանով երթմուտել, չեմ ուզում շատ այդ մասով խորանալ։ Ինչա, հետ չեք նայում դուք, այսօր 26 թվականի օգոստոսի 10-ն է, չէ, թե 9-ն է, կներեք ես միշտ մոռանում եմ, որ 10-ն է ոնց հասկացանք։ Հետ չեք ուզում նայեք, ուղիղ անցել է 6 տարի քանի ամիս, չէ, 20 թվականի նոյեմբերի 9, չէ, հələ 6 տարի նոր պետք է լրանա նոյեմբերի 9-ի մի քանի ամսից։ Հետ չեք նայում, որ ախպեր, մենք Ղարաբաղը գործնելուց հետո Հայաստանից ոչ մի տարածք, ոչ մարզ, ոչ քաղաք չի հանձնվել։ Ձեզ խաբել են անընդհատ, նախ համոզելու ձեզ, որ Արցախն էլ է ինքը ամբողջությամբ թողել, ինքը հանձնել, ինքը տվել։ Ու այդ հանձնողը էսը Հայաստանի հատվածներն է հանձնելու։ Սպասեք, մի ժամ մնաց, 2 ժամ, 4 օր, 5 տարի։ Ժողովուրդ ջան, ձեր կյանքը ապրեք, ասում եմ, չի կարա Հայաստանի Հանրապետության տարածքից հող հանձնվի, որտեղ այս 29743, որ անընդհատ ասում են, սա միջազգայինորեն ճանաչված տարածք է։ Իսկ այն 4400 քառակուսի մետրը Արցախը, դա չի ճանաչվել ոչ նախկինների օրիք, ոչ ներկաների օրիք, ոչ միջազգային հանրության, ոչ Ռուսաստանի Դաշնության, ոչ մի պետության կողմից չի ճանաչվել Հայաստանի մաս։ Մենք նախքան անցնենք միջազգային հանրություն, օտար երկրներ, մեղադրենք առաջինը եկեք դե ուրեմն մեզ մեղադրենք։ Ինչու մեր արմատներով Արցախցի Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն ճանաչել Հայաստանի մաս։ Կարող է ճանաչել էին։ Հետո է Նիկոլը եկել ասել, լավ, ես չեմ ճանաչում, հետ եմ տալիս ձեզ Ադրբեջան։ Ձեզ եմ միացնում։ Չի եղել։ Չեն ճանաչել, պատերազմի հետևանքով եք պարտվել, ձեզ խափում են ասում են հանձնվել է։ Չի հանձնվել։ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ի վիճակի չէր նույնիսկ ինքնապաշտպանության անցնել սեփական տարածքները, շատ ծանր վիճակ էր Հայաստանը, ովքեր որ չի գնահատում, չի զգում իր պետության ցավը, իր պետության դժվար օրերով չի ապրում, չի հասկանում իր պետության ռեսուրսները ինչքանով է 3 միլիոնը 100 միլիոնի դեմ։ Ուրեմն կամ դուք ռուսամետը նորմալ է, դա նորմալ եմ համարում, ռուսաստրուկ եք, դուք պուտինամեր եք, ձեր համար հայրենիք հասկացողություն, պետություն հասկացողություն ընդհանրապես չկա, դու չես զգում քո պետության ցավը, դու ոնց կարաս հայամետ անես, դու չես զգում քո պետության ուժը, չգիտես ինչերի է հնթունակ, դու չես գիտակցում հարևանների տրամադրվածությունը, ռազմավարությունը, ցանկությունը։ Այդ որ ասում են Նիկոլը Արցախը տալիս է, տվել է Հայաստանը տալիս է։ Սա իրակ մի բան գիտեք ինչի մասին է խոսում։ Իրանք գիտեն որ թուրքը դա ուզում է։ Եվ եթե դու խոսքը ասում ես անընդհատ, դու արդեն
քվանտային ֆիզիկայի համաձայն դիեզերական ուժ է ստեղծում, որ այդ ամեն ինչը կատարվի։ Դուք արդեն ինչ եք դառնում, հայամետ թե ադրբեջանամետ։ 300,000 թուրք է գալիս, էսով է ասողը։ Սա չի կարա հայամետ մարդը sense բան ասի։ Ես չեմ ներում այդ մարդկանց, ովքեր նույնիսկ իրաց քաղաքական PR-ների համար իշխանության հասնելու համար այդպիսի խոսույթ են օգտագործում։ Դու քո սրբությունը հայրենիքը սրբությունն է, պետությունը սրբությունն է։ Դու երեխուդ կամ մորդ ասես, «Էսա մամաս տալու եմ, գալու են տանել էս ինչը, էսա երեխաս էս մեկը վերցնելու ա գնա»։ Դուք պետության մասին խոսալու զոր եք տալիս, ինչ եք խոսում։ Մի քիչ խոտ տվեք, այդ ժանգոտած պաչեմնիկները յուղեք։ Պետության մասին եք խոսում։ Տալս որ նա արա, դու տուր քեզ, դու քեզ տուր բրծի, մենք էլ կբրծնենք քեզանից։ Հայաստան պետություն պահելը, պաշտպանելը դա եկ աշխատանք է պետք։ Էս որ տուն ա տվել իշխանությունը, մենակ ինչ չէ տվել, բոլորին տալիս է, ասում է, հիմա այսա կասում դե քեզ ա տվել քո անունից խոսա։ Ինչ ելից այդպիսի մեկնաբանություններ էլ եմ կարդել։ Գևորգ, բայց կլինի դու քո անունից խոսաս։ Ես իմ անունից եմ խոսում, ես իրավունք չունեմ ոչ մեկի անունից խոսեմ։ Ես խոսում եմ իմ անունից, որ ինձ տուն ա տվել, բայց մենք ստե կարող ենք ասել, որ մենակ Գևորգին ա տալիս պետությունը, հա։ Ասում են Նիկոլը Գևորգին տուն ա տվել։ Գներեք, Նիկոլը բոլորին ա տալիս, եթե դուք ուզում եք վերցնեք։ Բայց ձեր ուղեղը որ լվացել են, մոլորեցրել են, խափել են, որ էսա հետ են գնում Արցախ, իշխանափոխություն անենք հետ են գնալու։ Ինչպես ստացվեց, որ 3 տարի հետո Արցախի բարձր պաշտոնյաներից մեկը կանգնում է եթերանում, ասում է ժողովուրդ ջան, դե չէ, ես խորհուրդ կտամ։ Մեկը չէ, մի քանիսը, ովքեր որ ասում են, Արցախը հանձնել են, իրանք են հանձնել 22 հոգով։ 22 հոգի է շրջապատի եւ 22 հոգուց մարդ, կանգնում ասում է 3 տարի հետո, բայց Գևորգը 3 տարի առաջ ասե 23 թվին, ասելա Նախիջևանցուց լավը չես Արցախցի։ Կրկնում եմ, Նախիջևանցուց լավը չես Արցախցի, Կարսեցուց, Արդահանցուց, Սուրմալուցից լավը չես դու Արցախցի, ոչ մի առավելություն չունես։ Ես չեմ ասում դու իրանցից պակաս ես, բայց չէ դու իրանց ճակատագրին ես եկել հասել։ Մենք արցախցիներս, որ ասում եմ դու Արցախցի, ես էլ եմ ինձ ասում, մենք արցախցիներս Նախիջևանի հայությունից առավելություն չունենք, Կարսի հայությունից առավելություն չունենք։ Ճակատագրի հեգնանքով մենք բոլորս մեր հայրենակիցների հետ հայտնվել ենք այսպիսի վիճակում։ Ինչա պետք անել։ Խոսել, բա Արցախը հետ ենք բերում, թե աշխատել արդեն այն հողի վրա, որի վրա դու ապրում ես, ուժեղացնես, ամրացնես այդ հողի պարիսպները, եւ հնարավորության դեպքում, եթե 5 տարի, 10-20 տարի հետո այդքան ուժ ունես, երեք ես մի բան եմ ասել եմ, այսօր իմ պարտականությունն է ընդամենը Հայաստան ուժեղացնել։ Իսկ իմ որդու պարտականությունը կլինի, եթե իրավիճակ ստեղծվի, հետ բերի Արցախը, գնա հետ բերի։ Ես իմ ուժերը տեսնում եմ այսօր կենտրոնացրել Հայաստանի Հանրապետության վրա։ Ես չգիտեմ դա ինչպես կստացվի։ Շատերը ասում են, որ Գևորգ, քո այս հանրային քաղաքական գործունեությունը դա արդեն շատ կարևոր եւ օգտակար է պետությանը։ Ես թերի եմ դա համարում։ Ես համարում եմ, որ կարևոր է, բայց ես համարում եմ, որ ես ինչքան ունեմ հնարավորություն նաեւ այս ինտերնետ հարթակը, այս Facebook, այս սոցիալական ցանցերը օգտագործել, պետք է օգտագործել բոլոր իր հնարավորություններով, որպեսզի մեր պետությանը դառնանք օգտակար։ Այդ իսկ պատճառով 1600 անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կկրկնեմ։ Հիմա էլ չեմ աշխատում, որովհետև ինձ չեն վերցնում աշխատանքի, որովհետև ճիշտ խոսալ, արդար խոսալը դա նաև ոչ այդքան հաճելի կլինի տվյալ արտադրամասի գործարանի համար, որովհետև յուրաքանչյուր տեղեր կան արդարություններ, աշխատավարձի ուշացնել, աշխատավարձ չտալ, լիքը բաներ, մարդու գլխի սարքել ինչ որ, ոչմ, ամեն տեղ ինչ որ խնդիր կա։ Հավանաբար դա մեկ տարբերակ, որից չեն վերցել գործի։ Երկրորդ տարբերակը, նաև ունեմ ես գործարանի տերեր ընկերներ, Facebook-յան ընկերներ կամ անձնապես արդեն ծանոթ ենք, մոտիկ ենք, հավանաբար բանվոր կամ աշխատող եւ տնօրեն հասկացողությունը չեն ուզում իմ ու իրանց մեջ լինի։ Դրա համար ինձ պատրաստ են մի ուրիշ բանով օգնել, բայց աշխատանքի չվերցնել չեն ուզում։ Հավանաբար որ այդ տնօրեն եւ բանվոր հասկացողությունը մեր մեջ ձևավորվի, ինձ չեն պատկերացնում, բայց ես պատկերացնում եմ ինձ ինչ որ մեկի աշխատանքի արտադրամասում աշխատել։ Ես ինձ պատկերացնում եմ, որովհետեւ աշխատանքը կապ չունի իմ հանրային հասարակական գործունեության հետ։ Սա հետ մեկտեղ ուզում եմ ասեմ, եթե ես վաղը մյուս օրը ես մի հատ աշխատանք ստանամ, որով նաև կարամ ավելի շատ օգտակար լինել պետությանը, ես համաձայնվելու եմ այդ աշխատանքին, եթե դեմ չլինի իմ սկզբունքներին։ Իսկ իմ սկզբունքներն ոչ հակաժողովրդական, ոչ հակապետական, ոչ հակամարտկային եւ ոչ հակառողջական, օրինակ եթե ինձ առաջարկեն ինչ-որ աշխատանք կամ ինչ-որ գովազդային գործ, որը վնասում է առողջությանը, պեպսի, կոլա, սիգարետ, միգարետ, չէ, ես չեմ կարող համաձայնվեմ։ Ես չեմ էլ ուզում տենց տեղ աշխատել։ Նախընտրում եմ օրինակ, ես էլ առիթ ասեմ, Մասիս քաղաքում եթե կլինի սպորտզալ, հա, սպորտային տենց դահլիճ, որտեղ մարզվում են, մարզասրահ եւ ինձ կտային աշխատացնել, այդտեղ ես կարամ մոտիկանամ տվյալ մարդկանց հետ պայմանավորվել եւ եթե կան մարզիչներ, որ կուզենայի միասին համագործակցենք, եկեք փորձենք, ես էլ կունենամ աշխատանք, դուք էլ կունենաք աշխատանք,
Ժողովուրդը ինչ որ մի հատվածի կգա մեր մոտ կմարզվի, կլինեն առողջ։ Այս մասով զրո խնդրեմ, ես համաձայն եմ։ Մնացած հարցերում բարձա ես գնալու եմ դեմ։ Լավ, ժողովուրդ ջան, սա ընթացքում սաղ կդասավորվի։ Սա այս տեսանյութը շուտ բանից ես պետք է նկարեի, բայց հարմար չէր գայի տունս նկարեի ցույց տայի, որ ես չեմ խաբել ժողովուրդ պետությունը աջակցում է, գնացեք դուք էլ դիմեք, ստացեք անձնագրեր, դիմեք, ստացեք տներ, ձեզ պետությունը ամեն ձև աջակցում է, ոչ մի խոչընդոտ չի եղել այս տունը ձեռք բերելու, սա բանկային հաշիվներ է, բանա պետությունն է անում, ամեն ամիս քո վրա SMS-ա գալու, որ տարեք վարկը մուծեք, բայց ձևական SMS-ա պետությունն է մուծում այդ վարկը ամյո բանկի միջոցով ենք այս process-ներ կազմակերպելով, ովքեր չեն հավատում, գնացեք Մասիսի մասնաճյուղ ամյո բանկի եւ կհամոզվեք, որ ես Մասիսի քաղաքում տուն եմ ձեռք բերել, ապրելու եմ ստե որոշ ժամանակ հետո առայժմ որ չեմ ապրում, եթե աշխատանքն ինձ տեղափոխվելու եմ գյուղում հողագործությամբ եմ զբաղվում, տենց անասնաբուծությամբ բան, ես այդ սերը չունեմ, էլի այդ ձև ապրել, էդի թեթև հայաթիս մեջ արել ենք պամիդորի մի հատ բանկարիատ կա Բատրճանի բիբարի մի 3 հատ ձմերուկի եմիշի, հա, սեխի նույնիսկ այն օրը նեղների ձմերուկից հավաքել են բերել հենց Մասիս քաղաքում էլ վաճառել մասիսցիները ինձ տեսել են բերել եմ իսկապես իմ հայաթի ձմերուկից վաճառել որպեսզի տան թեթև հոգսերից մի քիչ ազատվեի բայց չեմ կարա ես բիզնեսի վերածեմ ասեմ ձմերուկի դաշտերանը ձմերուկ անեմ չեմ կարա իմը չի դա ուղղակի իմ բակում է մեր համար դրել ենք որ օգտվենք մի քիչ տեսա շատա դատար գրպաններ ասի ոչ վերցնեմ տանեմ մի քիչ ծախեմ այդ մի 15-20 հազար փող է եղել այդ էլ շնորհակալություն Մասիսի լավ իմ հետևորդների որ ավտոն կանգնել եմ ամոթ ես ձմերուկ կյանքում ծախած չեմ էլի ձևել չգիտեմ նույնիսկ կշերք չունեի այն որ ես կայնում եմ ինձ կշռում այդ կշերքով եմ կշռել միջայլոց ու մարդիկ գալիս են զարմացած մենք ես ուրիշ ասի հայելի ուրիշ տեղ եք տեսել բայց կյանքն է տենց ստիպել որ այսօր հա բերեմ լավ է սարել մարդիկ որոշ մասը նույնիսկ տանը ձմերուկ ուներ բայց իմ խաթր ասեց որ դու հասել ես թե արդեն մենք քեզանից ձմերուկ կառնենք այնա ձմերուկները կողքնել կա հա դեսել է հիժան դրել 170 էր այդ օրը ես 150 եմ դրել հələ միշտ 50 դրամը բանա հանում էի դառնում էր 140 այսինքն ավելի էժան եմ վաճառել քան թե մնացած առևտրականների կիլոյի մեջ չեմ խաբել եմ բայց իվնաս ինձ իոքը ժողովուրդի եմ խաբել Վերջը ժողովուրդ ջան, տեսակ տունս, տեսակ որ ես չեմ խաբել, սա պետության աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ տուննա, բարձր ձայնով նորից ասում եմ, շնորհակալություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը իմ անունից եւ այն Արցախահայության անունից, ովքեր որ թույլ կտան իրանց անունից շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Շնորհակալություն ինձ տուն տրամադրելու, ինձ տնով աջակցելու, որը 10 տարուց հետո ես իրավունք ունեմ արդեն նորից վաճառելու Եվ մեկ ուրիշ գյուղում քաղաքում տուն առնելու։ Հուսով եմ, որ կարիք էլ չլինի, ես տունին ես սիրել եմ, հավանել եմ, նախկին տերերը լավ մարդիկ են, դրա համար ասում եմ, մեր մեջ նաև ձևավորվեց մտերմիկ հարաբերություն, բարեկամություն, այդպիսի մարդկանցից եմ տունը առել եւ ես չունեմ միտք Հայաստանը լքելու։ Այն ովքեր մտածել եք վախեցած ման եմ գալուց, հեսա վախեցած ավտոս քշում եմ հեծը, Մասիսի, մի քիչ քաղաքից դուրս է, պոեզդի գծից են կողմ, հետ եմ գալու գազ։ Եկեք տեսեք վախեցած եմ, թե սիրում եմ իմ հայրենիքը, ու ես թշնամի չունեմ Հայաստանի ներսում։ Դուք եք ինձ թշնամի սարքել որոշներդ։ Ես թշնամի չունեմ Հայաստանում։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, գնացի ես գործերով հետ, գազմաս, ինչ որ վճարումներ տենեմ կարամ, այդ վճարումների հարցերն էլ լուծեմ տենամ։ Ինչա բռնել, ոնց է բռնել, քիչ օգտագործվեց, լավ կլինի երևի։ Հա, հուսով եմ բոլոր արցախահայությունը, ովքեր որ դեռ չեն թունավորվել կամ թունավորված էին դուրս է գալիս, կլսեք իմ խորհուրդս, կգնաք դուք էլ Անձնագիրը կստանաք այդ 070 կոդը թիվը փոխվում է։ Անձնագիրը դուք միջև եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պետությանը պետքա լսել, իշխանությունները ձեզ ընդհանրապես ասում են կոդի փոփոխություն, որովհետև տվյալ ռեգիոնը 070-ը դուրս է եկել մեր քաղաքական քարտեզից, մեր կադաստրից դուրս է եկել։ Վերահսկողություն չունի 070 տարածքի վրա Հայաստանը։ Դրա համար ասում է արի ստացի 090 կամ 040 բանը ռեգիոնը այդ թիվը էլի բանա սերիա է ինչա գնացեք ստացեք որպեսզի ես կարողանամ ձեզ տուն տրամադրել հասկանում եք ձեզ ընդհանրապես իրավական հարցով է դեմ տվել ձեզ դեմ չի տվել ասել ուրացեք ձեր ծննդավայրը մոռացեք ձեր տները Արցախը ձերը չի դուք չեք կարող Արցախի մասին երազել իշխանությունները իրավունք չունեն ձեզ էմոցիակ ներշնչեն ձեր համար հաջողանալ իրավունք չունեն չեն կարող ձեզ ասեն ժողովուրդ պատմական հայկական հող Արցախը ապօրինի կերպով Ստալին Լենին տվեցին Ադրբեջանին ինքը չի կարող տենց բան ասի Փաշինյան Նիկոլը Արարատ Միրզոյանը ազգային ժողովի նախագահ չեն կարող տենց զորույցներ ան ես դուք ասում եք Թո տենց բան ասի լսենք տենակ իսկապես մեզ սիրում հարգում կամ մեր մասի մտածում հա էլի ինչ անի նա էսա կարմանի տուն ա տալիս ասում ա գնա տունը առ մեջը ապրի ես չլինեմ վարչապետ Փաշինյանը
Ես ինքը չի ասել, բայց ես ձեզ ասեմ, ինքը չելնի վարչապետ։ Ձեր հոր եղբոր տղեն կգա վարչապետ ու ուժեղ տղա կլինի Արցախը հետ կբերի։ Փաշինյանն է չասում եք տվողը, իգնատվել հազդել։ Դուք կգաք վարչապետ հետ կբերեք, որտեղ դուք տենց, չգիտեմ, հեշտ եք պատկերացնում։ Երևի հեշտ է։ Այդքանը իմ խնդրանքը կոչը բոլոր արցախայությանը, ովքեր որ չեն ստացել տուն, կասկածամիտ են, թերահավատ են մոտիկացել այդ հարցին, սուտ է, ժողովուրդ, պետությունը աջակցում է։ Գնացեք ձեր բնակարանը ձեր բերեք, վայելեք, ապրեք ձեր տներում, այն հույսով, որ մեր երեխաները վաղը ավելի լավ Հայաստան կկառուցեն, քան թե մենք ենք Արցախը կառուցել։ Ուրեմն թերացել ենք Արցախի կառուցման հարցում։ Ուրեմն թուլացել ենք, ուրեմն շատ բաներ կա չենք արել, ճիշտ սխալ ենք արել, կորցրել ենք։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, տունն էլ տեսակ համալրված ամեն ինչով, ես գնացի իմ գործերին, ձեզ բոլորիդ հաջողություն։ Հա, տանը ես պակաս բան չունեմ, պակաս բաներ գիտեք ինչա, սպասք չունեմ օրինակ, որը ընթացքում հնարավորություն կլինի ձեր կբերենք։ Հարթուկ չկա, փոշեկուլ չկա, սրանք թեթև հարցեր է, ապրելու ընթացքում կփորձեք նաև ձեր բերել։ Ես էլ բանալիները իմ ավտոյի եւ տան, խնդրեմ, իմ ավտոյի եւ տան բանալիները իրար հետ է, որ իմանաք ուրիշի բանալիներ էլ չի ավտոյի բանալիները, որ մտածեք թե ուրիշի է։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, դե լավ տնից դուրս գամ, կհանդիպենք նորից արդեն քաղաքական թեմաներում։ Այսօր ես մտածեցի, որ պարտավոր եմ եւ մեր Արցախահայությանը տեղյակ պահել, որ ձեզ խափում են, թե Գևորգն է խափում, տուն չի ստացել, 28 միլիոն չի տվել պետությունը, տվել է քեշ չի տվել, թուղթ է տվել, սերտիֆիկատ, տալոն անվանեք, չգիտեմ ինչ ուզում եք անվանեք, տվել է, որով ես կարողացել եմ տուն ձեր բերեմ։ Դուք գիտեք, եթե շարունակեք լսել այն իշխանության ձգտող ուժերի սուտ խոսքերը, իրանց գրպանային բլոգերների, որ վարձատրվում են, որ այդպիսի ստեր տարածեն, դուք գիտեք, ժողովուրդ իրավունք ունեք լսելու, բայց չգիտեմ, չեմ ուզում դուք այդպիսի մարդկանց լսեք ձեզ ինչ եմ ասում։ Ես հաստատ ձեր վատը չեմ ուզի, լավն եմ ուզում, սխալ եմ խոսում, ճիշտ եմ խոսում, սրտանց եմ խոսում, խաբելը չկա իմ մոտ, կարող սխալվեմ, բայց ես սուտ բան չեմ ասի, սուտ բան չկա իմ մեջ, սուտ բանը, եթե իմ մտքով անցնում է, իմ մոտ ալերգիկ ռեակցիա է առաջանում, ես ալերգիա եմ տալիս, վատ եմ զգում ինձ։ Ձեր մեկնաբանությունները ժողովուրդ ջան կկարդամ եթերից հետո գնամ այդ գործերը ելնեմ, գործերից հետո կկարդամ շնորհակալություն, որ իմ հետ եք, շնորհակալություն կհայտնեի, որ ակտիվ լայքեք եւ տարածեք այս տեսանյութը, թող շատ մարդիկ տեսնեն, համոզվեն, որ այն ինչ որ պետությունը ասել է, պետությունը չի խաբել ժողովրդին, ասել է կարում եմ տուն տամ տվել է, չի ասում կարում եմ Արցախի հետ բերեմ, որ ասի կլինի խափած հաստատ, դրա համար էլ չի ասում։ Հելա լավ ժողովուրդ ջան, հենց հաստուկ եմ լույս մուշ չեմ թողել, անջատ եմ դուրս գամ։ Պակա։